Ղևտացիների գիրք, գլուխ 5 Մեղքի պատարագ պահանջող հանգամանքներ Եթե մեկը տեսել է մեկի երդվելը կամ իմացել է այդ մասին և իր իմացածը կամ տեսածը չի հայտնում, մեղանչում է և կրելու է իր հանցանքը: Կամ եթե մի անձ դիպչելու լինի մի անմաքուր բանի, լինի դա անմաքուր գազանի թե անմաքուր անասունի կամ անմաքուր սողունի, թեկուզ և առանց գիտենալու, նա պետք է անմաքուր ու հանցավոր համարվի: Կամ եթե առանց իմանալու դիպչի մարդու անմաքրության, որևէ անմաքրության, որ կարող է պղծել մեկին երբ իմանա, այն ժամանակ հանցավոր կլինի: Կամ եթե որևէ անձ չարիք կամ բարիք գործելու համար բերանով անխոհեմաբար երդվելու լինի, ինչպես մարդիկ անխոհեմաբար երդումով են խոսում, եթե դա չգիտությամբ լինի, երբ իմանա այդ մասին, մեղավոր է համարվելու: Եվ եթե այս բաներից որևէ մեկում հանցավոր լինի, դրա համար իր մեղք գործած լինելը խոստովանի: Եվ իր գործած մեղքի համար իր հանցանքի պատարագը հոտերից մի էգ, այսինքն մի էգ գառնուկ, կամ այծերից մի էգ ուլ, որպես մեղքի պատարագ թող բերի Տիրոջը: Ու քահանան թող քավություն անի նրան, իր մեղքի համար: Իսկ եթե ոչխար կամ այծ բերելու հնարավորություն չունենա, իր կատարած հանցանքի համար 2 տատրակ կամ աղավնու 2 ձագ թող բերի Տիրոջը: Մեկը որպես մեղքի պատարագ, իսկ մյուսը որպես ողջակեզ: Դրանք պետք է բերի քահանայի մոտ: Ու նա նախ պետք է մեկը մատուցի, որ մեղքի պատարագ է, և նրա գլուխն առանց վզից առանձնացնելու ոլորի: Եվ մեղքի պատարագի արյունից զոհասեղանի մի կողմում թող սրսկի, իսկ մնացած արյունը զոհասեղանի հատակին թող քամվի: Սա մեղքի պատարագ է: Իսկ մյուսը օրենքի համաձայն թող ողջակիզի: Ու քահանան նրան քավություն թող անի նրա գործած մեղքի համար, և նրան թողություն կլինի: Իսկ եթե 2 տատրակ կամ աղավնու 2 ձագ բերելու հնարավորություն անգամ չունենա, այդ ժամանակ մեղք գործողն իր ընծայի համար թող արդուի 1/10 չափ ընտիր ալյուր բերի մեղքի պատարագի համար: Դրա վրա թող յուղ չդնի և ոչ էլ կնդրուկ թող դնի, քանի որ այն մեղքի պատարագ է: Եվ թող դա բերի քահանայի մոտ: Ու քահանան, դա իր ձեռքը լցնելով, նրա հիշատակի համար վերցնի ու այրի զոհասեղանի վրա, Տիրոջ համար կրակով արված պատարագների համաձայն: Դա մեղքի պատարագ է: Եվ քահանան քավություն թող անի նրան այս բաներից մեկում իր գործած մեղքի համար, ու նրան թողություն կլինի: Իսկ մնացածը հացի ընծայի պես քահանային պետք է պատկանի: Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. Եթե մեկը մի հանցանք գործի ու անգիտությամբ Տիրոջ սուրբ բաների դեմ մեղանչի, իր հանցանքի պատարագի համար հոտերից մի արատ չունեցող խոյի համար քո որոշած արժեքի չափով արծաթե սիկղ բերի: Եվ սուրբ բաներում իր կատարած վնասը թող հատուցի: Դրա վրա 1/5 մաս էլ ավելացնի և քահանային տա այն: Իսկ քահանան հանցանքի պատարագի խոյով թող քավություն անի նրան, և նրան ներում կլինի: Եթե որևէ անձ մեղանչի ու Տիրոջ բոլոր արգելածներից որևէ մեկը կատարի, թեկուզ և անգիտությամբ, նա հանցավոր է ու պետք է կրի իր հանցավորությունը: Քո որոշած արժեքի չափով հոտերից մի անարատ խոյ թող բերի քահանային, ու քահանան նրա համար քավություն անի, անգիտությամբ կատարած նրա սխալի համար, և նրան թողություն լինի: Սա հանցանքի պատարագ է: Նա անշուշտ հանցանք էր գործել Տիրոջ հանդեպ: